Ինձ սառը ջուր բեր, էլի Մարի։ Մարին էստեղ չի աշխատում, ես կբերեմ։ Չէ, Շուշի, տուր ես կտանեմ։ Մար, տուր։ Ես մեղավոր չէի, կներես։ Ես ինչ է եղել։ Ես ինչ ես անում արա։ Ես ուզում եի ջուր խմել։ Ընկերուհիդ ոտերի տակ չի կարողանում նայել։ Դու կարող ես վատ ես արել, հեսա կատա մի Լիշո, հետո։ Մի արա։ Ասում եմ, ուղակի ջուր էի ուզում խմել։ Քո ընկերուհին ոտերի տակ չի նայում։ Արես լավ չի։ Մի արա։ Հետո։ Վերցնում ես ես ու դուրս ես գալիս տեղից։ Նենց չի ձեր ասելով եմ գնում։ Ինձ սպասում են։ Արա փախի եք։ Ենքով գնամ Միշո։ Մարս դու ոնց ես ամեն ինչ կարգին Հա, է։ ես լավ եմ, դու հանգիստ եղի։ Արա սրան տենում եմ չեմ կարող ինձ զսպեմ, ապե ուզում եմ տամ քիթը ջարդեմ։ Չէ, Միշ։ Եթե դու հիմա Այդոյի հետևից գնաս, խոսք եմ տալի, էլ քո հետ չեմ խոսի։ Անտաշ, ինչ ասեմ։ Լավ, ես ուղղակի չեմ հասկանում։ Դու ինչի համար ես ամեն անգամ դրա հետ կռիվ սարքում, Միշ։ Որովհետև էդի որ դեմս հելում է, չեմ կարող ինձ զսպեմ ախպեր։ Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ չես կարող քեզ զսպես, բայց չես հասկանում, որ իր պատճառով պետք չի պատմությունների մեջ ընկնել։ Ճիշտ է ասում, Միշ, պիտի կարողանաս ինքդ քեզ կառավարես։ Դե հեշտ եք ասում ալով։ Աղջիկները ճիշտ են ասում։ Իրան հենց էդ էլ պետք է որ բոլորս էլ խնդիրների մեջ հայտնվենք։ Վաղը չեմ ուսորնել, կարող է ոստիկանություն տալ։ Ով է ճիճում։ Հա, այ հենց այդ ճիճում։ Այան նմանները պատրաստ են ամեն ինչ անեն, որ խնդիրներ ստեղծեն ուրիշների համար։ Իսկ քո պարագայում բան պետք չի անել։ Դու միանգամից տաքանում ես։ Jet black marker pushing harder as you scribble out my face, tarnishing a work of art. Funny how we fall apart. Fool to thinking we were the real thing. Was it just a shiny frame? I thought we were a masterpiece. Չգիտեմ ինչ ասեմ։ Միգուցե ուղղակի ասես թե ինչ ես զգում։ Ես չեմ կարող ասեմ թե ինչ եմ զգում նավը։ Չնայած չէ, կասեմ։ Նար, եթե ես քեզ մի օր չեմ տեսնում, քո կարիքը շատ եմ զգում։ Զգում եմ, որ ուզում եմ քո կողքին լինեմ, որովհետև դու շատ խելացի ու լիքը մարդ ես նար։ Ու վերջ։ Գիտես, տիկի մոտ տպավորությունը, որ դու իմ հետ շփվում ես, ուղղակի ինչ-որ մեկին մոռանալու համար։ Նարը ես քո հետ շփելուց մենակ մի բանի մասին եմ մոռանում։ Ես մոռանում եմ տուն գնալու մասին։ Ես ուզում եմ ինչքան հնարավոր է քո հետ շատ շփվեմ, շատ ժամանակ անցկացնեմ։ Նար, ես շատ անկեղծ եմ հիմա քո հետ։ Չգիտեմ, քո հետ ամեն մի վայրկյանը իմ համար շատ կարևոր է։ Այս պահին դու իմ կյանքում ամենակարևոր մարդն ես։ Ամենակարևորը։ Նար, դու օգնում ես, որ ես հասկանամ, թե ինչ եմ զգում։ Օգնում ես, որ հասկանամ իմ ներսի խառնաշփոթի պատասխանը որն է։ Պատասխանները գտնելու համար քեզ ոչ թե իմ ներկայությունն է պետք, այլ բացակայությունը։ Արի մի ընթացիկ խանգարանք իրարից հեռու մնանք, տիկ։ Արի չփորձենք խանգարել իրար։ Նար, ես քեզ խանգարում եմ։ Եթե տենց է, չգիտեմ, ես քեզ երբեք ոչ մի վնաս չեմ տա։ We were a thing of beauty, but we faded over time. And now it's like you never knew me. You've erased us from your mind. You took a new color, you covered the portrait underneath. We
is hard to stress. I'm learning to hit fashion it. Every brushstroke getting bolder. Brand new me, hardly know her. Տատի ջան, Արտուր ջան, մի բաժակ սառահյութ տամ խմես բարգությունը տանցնի։ միակամից գացիր, հա, տատի ջան։ Բայ ես չզգամ ով զգա։ Գործնական խնդիրներ են թե ուրիշ բան։ Չէ, ինչ գործնական, բերոնց հետ էի խոսում են, էլի ջղայնացրեցին։ Պատկերացնում եմ։ Դու նորից նրանց հետ հայրենիք վերադառնալու մասին ես խոսել, իսկ նրանք ինչպես միշտ մերժել են ու դրանով բարգացրել են քեզ։ Իրանք ոչ մի ձևով չեն ուզում մեզ հասկանալ։ Ես դա վաղուց եմ հասկացել ու հասկացել եմ այն, որ նրանց հետ այդ թեմայով էլ երբեք չեմ խոսելու։ Այս վերջին անգամ որ խոսեցի, չէ՞, հայրդ ընենց զայրացավ, ասելիքս ինչ էր։ Ասում էի փողն ունեք, ամեն ինչ ունեք։ Եկեք այս երգիր, այս հողի վրա մի լավ գործ դրեք ու արքայավայել ապրեք։ Ընենց զայրացավ, ընենց փրփրեց, էլ ասելու չի։ Պատկերացնում եմ տատ ջան, ես էլ մի քիչ առաջ որ խոսացի հետո նույն ձևով պատասխանեց։ Այնը վերջում ասում եմ, մեզի չի ուզում օգնի։ Իլ ոնց կլինի, հեչ էլ թող օգնե։ Մեզ մեր ունեցածը լրիվ հերիք է։ Արտուր ջան, բայց դու տրամադրությունդ մի գցի։ Մի օր կմտքափոխվեն ու կգան Հայաստան ու կտեսնեն այստեղ ինչքան լավն է, ինչքան մերն է, ինչքան տաք է։ Մի օր հաստատ կմտքափոխվեն։ Ես չեմ հավատում տատ ջան։ Իրանք ամբողջ աշխարհը ֆրացել են, տեսել են, բայց Հայաստան չեն ուզում գան։ Իսկ ես հավատում եմ։ Գիտես ինչքան մարդ գիտեմ, որ ասում են, ես էլ Հայաստան չեմ գա, ես այնտեղ չեմ կարող ապրել, բայց արի ու տես, լավ էլ եկան, լավ էլ ապրում են։ Մի օր քո մամայի, պապայի հերթն էլ կգա, կտեսնես։ Դու դա լավ գիտես, որ մեր միակ ցանկությունն է, բայց իրանք արդեն իրենց պլաները կազմած ունեն, եւ ոչ դու, ոչ Ջորջը, ոչ էլ ես, ոչ էլ Հայաստանն է մտնում այդ պլաների մեջ։ Ինչ ասեմ, բալես։ Նախշում ջան, սա էլ հենց սենց կեր։ Իդ ինչա։ Մեղրով կիտրոն։ Չեմ կարա, Իդա ջան, չեմ կարա, վայ։ Բայց դու հասկանում ես, որ սա դեղ է, իսկ դեղից հրաժարվել չի կարելի։ Գոնե պուճր տայր Իդա։ Իրելի։ Վայ Իդա։ Շատ էլ համեղ է։ Այս մեղրից Արցախի համաառա։ Ու ներսը սա խառնվեց իրար։ Պատկերացնում եմ։ Իդա, երազիս մեջ Արցախում էի, մեր տանը։ Արտոն մեր տուն էր եկել ու պատրաստվում էինք երեքս միասին սեղանին հաց ուտեինք։ Մեկ էլ զանգ եկավ։ Արտոյին ասեցին, որ մեր դիրքերի վրա են հարձակվել։ Պիտի գնար։ Մեզ գրկեց, պաչեց ու ասեց, որ սպասենք իրան, որ անպայման գալու է։ Հետո վեր թռա ու տեսա, որ ջերմության մեջ վառվում եմ։ Ուզում ես երազդ մեկնաբանեմ։ Արցախի ու Արտոյի կորուստները դու շատ ցավագին ես ընդունում։ Այ դրա համար էլ հիվանդանալուց առաջ տեսնում ես։ Հիվանդագինը քիչ է ասած։ Գիտես սուտ են ասում, որ ցավը ժամանակի հետ կորչում է, մեղմանում է։ Տենց բան չկա։ Այս կարոտը այնքան է իմ ներսում շատացել, որ էլ ներսում չեմ կարում պահեմ։ Ես դա շատ լավ գիտեմ։ Քեզ հասկանում եմ։ Երբեմն նայում եմ քեզ ու մտածում եմ, որ քարից ես, որ այսքանին դիմացել ես ու դեռ շարունակում ես դիմանալ։ Քարից չեմ Իդա, քարից չեմ, իմ ներսում ամեն ինչ ջարդվել է։ Օր չկա, որ գլուխս չդնեմ բարձին ու իմ անցյալը այսպես գրքի պես չթերթեմ։ Թերթում եմ ու ամեն մի թերթելուց ինչ-որ մի պատմություն կորչում քինում է։ Ես էլ կարում չեմ։ Նախշում ջան։ Իդա,
Զգում եմ ոնց է հույսս օր-օրի մեռնում իմ մեջ։ Սկզբում հավատում էի, պայքարում էի, ինչ որ մի բանից հույս ունեի, մտածում էի, որ օրը կգա, արտոն կգա ու մենք երեքով իրար հետ կսկսենք ապրել նորից, երջանիկ, բայց չէ։ Էլ կարում չում, չեմ հավատում։ Ինչ հույսի մասին է խոսքը։ Ու ամենակարևորը ես իմ խոխին առանց Արտոյի չեմ պատկերացնում։ Կարևորը հույսը չկորցնես նախշում։ Ես գիտեմ մոթից կախված հույսով ապրելը դժվար է, բայց քանի որ այդ թեկուս մի փոքրիկ հույսի նշույլը կա, պիտի դիմանաս։ Ուրեմն դեռ ամեն ինչ չի ավարտվել։ Էլ դիմանալու չի։ Էլ չեմ կարում։ Դատարկ կա ներսս, ու չգիտեմ ինչով լցնեմ ես այդ դատարկությունը։ Լավ։ Առանցն էլ շոքում եմ, դու էլ բաներ ես ասում։ Գեր։ Միշ ինչի համար ես այդքան անհանգիստ։ Մտածում ես Հետոն մոտակայքում է։ Ես դրանից ամեն ինչ էլ սպասում եմ, Շուշ ջան։ Դու ուղղակի ամեն ինչ չափազանցնում ես։ Չեմ չափազանցնում, Մարս, ուղղակի ձեզնից լավ եմ ճանաչում ու ռեալ գիտակցում եմ, որ այդ բավարից ամեն ինչ սպասելի է։ Ամեն դեպքում ես Մարիի ու Արմենի պես եմ մտածում, որ Էդոն խելքը հացի հետ չկերել, որ նման անհամ բաներ անի։ Դուք ոնց ուզում եք կարակ մտածեք, երեխեք ջան։ Նորից եմ կրկնում, ես ձեզնից լավ եմ իրան ճանաչում ու լավ եմ գիտակցում, ինքը ինչ էր կարող անի։ Միշտ տենց ես մտածում, դրա համար անընդհատ կռիվների մեջ ես ընկնում։ Չհասկացա, այդ ես եմ, այսինքն կռիվ հրահրողը։ Այդ անասունը քեզ գցել էր։ Միշտ ախր 100 անգամ ասեցի, ես եմ սայթակել։ Հերիք չի անկապ պատճառներ հորինես, որ դրան պաշտպանես։ Կարող է նոր ես քայլել սովորում, Մարիկ ջան։ Ես ուղղակի չեմ ուզում, որ դու անընդհատ խնդիրների մեջ լինես։ Շատ բան եմ ուզում, միշ։ Երեխեք մի խոսքով ես դրան ինչքան ճանաչում եմ, իս լրիվ հերիքա, որ ես ինչ սխալետի անի, մենակ իրա մեղավորությունը ես հետ դիտարկում ու հասկացան։ Ինքը ինչ անում է դիտավորյալ է անում, ես դրանում վստահ եմ։ Ու ես դրան բռնցնելու եմ մի հատ այնց սխալի վրա ու աննես պատժեմ։ Էդուարդ ջան, ես ուղղակի չեմ հասկանում Միքայելի նման պահվածքի պատճառը։ Իսկ այն Մարիի մասին ուղղակի չեմ խոսում, որովհետև մի ուրիշ տեսակ ազդում է նյարդերից վրա։ Միշոն միշտ էլ կռվարար ու անշնորհք ա եղել։ Երևի որ Էրիկի ընկերն է, դրա համար չեք նկատել կամ աչք եք փակել։ Չէ, Էդուարդ ջան, ես շատ լավ ճանաչում եմ Միքայելին։ Ու ասեմ, ինքը վատ երիտասարդ չի։ Հետո Էրիկիս հետ շատ մտերիմ են, շատ նվիրված են իրար, ոնց որ եղբայրներ լինեն։ Ասեմ ավելին, ես էլ Միքայելին շատ սիրում եմ։ Ուղղակի իմ կարծիքով Մարին է շատ վատ անդրադարձել այդ երիտասարդի վրա։ Հա, երևի ճիշտ եք։ Ես ոչ մի բան չէի արել։ Օթից եկավ կռիվ սարքեց։ Այն էլ փաբում, որ 1000 հաճախորդ կար ու կարա լուրերը շուտ տարածվեր ու ազդեր փաբի վարկանիշի վրա։ Դե հասկանում եմ, հա, մտահոգությունդ։ Այդ ամեն ինչը վատ է, բայց պետք է Արմենի հետ խոսել, որովհետև իմ կարծիքով այս ամեն ինչի առաջին մեղավորը հենց ինքն է։ Հա, առաջին մեղավորը հենց ինքն է։ Գիտի իր տունն է այդ փաբը, ում ասես բերում է, ինչ ասես անում են։ Երբ որ ինձ եք վստահել այդ փաբը, կարգ ու կանոն կար, ինչի կարար մեկը իրան վատ բան թույլ տար։ Հա, գիտեմ, Էդուարդ ջան, բայց հիմա ես կադրային փոփոխություններ չեմ կարող անել։ Ամուսինս ոտքի կկանգնի, իր հետ կխորհրդակցեմ, որոշում կկայացնենք, խնդիրը կլուծենք։ Ուղղակի հիմա շատ խիստ կխոսեմ Արմենի հետ։ Հա, որ խոսեք, ինձ թվում է կզգաստանա։ Դե, եթե էլ անելու բան չկա, ես կարող եմ գնալ, Տիկին Լիդիա։ Չէ, ինչ պետք էր արդեն արել ես, շնորհակալ եմ, գնատուն հանգստացի։ Ցտեսություն, Տիկին Լիդիա։ Շնորհակալ եմ Էդուարդ ջան, ցտեսություն, Նվարդը քեզ կճանապարհի, Նվարդ։
Մամ ջան, ախր պիտի տուն գայի, իզուր համոզեցիր, որ մնայի Մարիենց մոտ։ Գիտեմ, որ տիկին Իդան քո մոտ է, բայց անհանգիստ եմ։ Չգիտեմ, այսօր ամբողջ օրը սիրտս անհանգիստ էր։ Եղավ մամ ջան, դե քեզ լավ նայի, էլի կզանգեմ։ Ոնց է նախշուն քուրիկը։ Ոչինչ մոր, ասում է, որ լավ եմ, բայց մեկը անհանգիստ եմ։ Այնքան եմ նեղվում։ Ինչի ես նեղվում։ Տատիկս մամայիդ մոտ է։ Որովհետև մենք երկուսով ենք մենակ։ Շուշ։ Մար, գիտեմ, որ դու, մամա, տատիկդ, բոլորդ մեր կողքին եք ու ամեն հարցով մեզ օգնում եք։ Այս լրիվ ուրիշ մենակություն է։ Հասկանում ես, այս աշխարհում մենք մենակ պապայիս ունենք, բայց պապաս Շուշի, տես դու ես ասում, որ մենք բոլորս քո կողքին ենք։ Ու մենակ մենք չէ, Էրիկը, Միշոն, քիչ ենք։ Էրիկը աշխարհի մյուս ծայրում է։ Բայց օրեկան ինչքան եք խոսում իրար հետ, Շուշ։ Ինչքան պատահի։ Չնայած աղբերդ մի օր արդեն չի զանգել։ Շուշ։ Ինչ։ Եթե չես ուզում ասեմ աղբերդ, կարամ ասեմ Էրիկը, ընկերս, դասընկերդ, մեկը դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Ուղղակի իմ համար անսովոր է։ Մար երանի ես էլ եղբայր ունենայի։ Ինչի չունես։ Բա Միշոն։ Դու գիտես, թե ես ինչ նկատի ունեի։ Դու էլ գիտես։ Կարևորը այն է, թե մարդը ոնց ես վերաբերվում։ Իսկ մենք քեզ շատ ենք սիրում։ Մար, շնորհակալ եմ շատ, որ միշտ կողքիս ես։ Բարև, լավ ես։ Լավ, դու լավ ես։ Հա, Բա ինչ ես մենակ, ես ոնց է Դավոն հետը չի։ Որովհետև երեք տեղին իրար հետ վիճել ենք։ Այսօր զանգեց, ասաց, որ 5 րոպե ուշ կգա իմ հետևից, բայց ես ասացի, որ իրան չեմ սպասելու։ Յա, սերը պրծավ արդեն։ Լավ էլի Ռիբոկ, սրտովս գնա։ Հալա, բայց ինչ ա արել, որ տենց նեղացել ես։ Ինչ շատ հարազատ մարդու հետ իրան շատ վատ ա պահել, նենց վատ, որ քիչ էր մնում գետինը մտնեի։ Այ քեզ բան, բայց չեմ զարմանում, գիտես։ Ընկերն ինչա որ ինքը ինչ լինի։ Միշոն էլ էլի տենց, հոնկերը ուրիշ ձև չէր լինելու։ Չգիտեմ, բայց երեք նենց էի նեղվել, տեղս չէի գտնում։ Բա որ տենց բան կար, ինչի չզանգեցիր, կհանդիպեինք, կխոսենք, լարվածությունդ գոնե մի քիչ կանցներ։ Դե արդեն ուշ էր, չուզեցի քեզ նեղություն տամ։ Լավ էլի մագա, ինչ նեղություն, բանկերուհիները ինչի համար են։ Լեսի մագա, դու գիտես, որ ես ձևեր չունեմ, ու ոնց կա տենց էլ ասում եմ։ Խնդրում եմ կներես, բայց ես մտածում եմ, որ դու ավելի լավին ես արժանի, քան Դավոնը։ Ռիբոկ Դավոն վատը չի։ Ուղղակի իր երեկվա պահվածքը մարդկային չէր։ Իրան երեք նենց պահեց, որ քիչ էր մնում մի ծանր բան վերցնեի տայ գլխին։ Վատ էր, կարող է խելքը գլուխը հավաքեր։ Ուզում էի, ինձ մի կերպ զսպեցի։ Մենակ երեկվանը չի, Մագ ջան, հələ մի հատ հիշի էլի։ Ինչ ընկերություն եք անում, քանի անգամ ես իր պատճառով տրամադրությունը դու գցել։ Դե եթե տենց նայենք, ուրեմն մի այդքան էլ բարձրացել է իր հետ տրամադրությունս։ Դե հա, էդ էլ կա։ Լավ Մագ, ավելի լավ է ես էլ բան չխոսեմ, որ հանկարծ իմ խոսքերի պատճառով Դավոն ավելի շատ աչքից չընկնի։ Առանց հետ էլ ջղայնացած ես իր վրա։ Ջղայնացածը այն խոսքը չի։ Լավ, արի գնանք։ Բարի առավոտ։ Դե քո հետ իմ առավոտը միշտ է բարի է, իմ լուսաբացի արև։ Գնանք։ Գնանք, բայց Մարին չի գալիս, ես խոստացել եմ, չէ, որ ամեն օր դիեստան եմ դպրոցում։ Հիշում եմ, ուղղակի այսօր Շուշեի հետ կգնան։ Մեր տան էր գիշերան Շուշեն, այսօր միասին կգնան դպրոց։ Դե եթե դու տենց ես որոշել, ես դեմ չեմ։ Իրականում գիտես, որ շատ անհանգիստ եմ։ Ուղղակի չեմ ուզում Մարին ավելորդ անգամ լարվի, նեղվի։ Հետո կարծում եմ, որ Միքայելի ու Շուշեի հետ ապահով կլինի։ Լավ, բան չասեցի։
Իմիջայլոց, այն ծաղիկները, որ տարել է իր հանգուցյալին, պատկերացնում ես, վերել թողել էր մեր պատշգամբում։ Ինչ ես ասում, իրոք։ Բա պատկերացնում ես իմ զարմանքը։ Բայց ես հեչ էլ զարմացած չեմ։ Ինչու՞։ Կարող ինչ-որ բան գիտես, որը ես չգիտեմ։ Իհարկե գիտեմ։ Դե մեր հանգուցյալը, որ մահացել է, էլի։ Շատ լավ հոյակապ անձնավորություն էր։ Մեծահոգի, բաց սիրտ, բաց ձեռ, կամեցող։ Դրա համար ինքը իր ծաղիկներով քեզ հետ կիսվել է։ Շատ հետաքրքիր հանգուցյալ է։ Նենց եմ ափսոսում, որ հետը ծանոթ չես եղել, գիտես ոնց կհավանեիր։ Ես քեզ վստահ չեմ։ Ես կարծում եմ, որ եթե ձեռքս ընկներ, բզիկ կանեի։ Այ քեզ բան, ինձ թվում էր դու մենակ լաչար ես, բայց փաստորեն նաև լավ էլ դաժան ես։ Իսկ դու անփոփոխ բռի ես, բռի ու Բայց ասա, որ ռոմանտիկ բռի եմ, ընդունի։ Չեմ կարող ընդունել։ Լսի, դու ինձ ստիպում ես, որ ծանոթ խառնեմ, գիտես։ Ու տեսնեմ այդ ժամանակ ոնց չես ընդունելու, զոքան չես վկա։ Ես չեմ հասկանում այս վհուկից ես բրծում չունեմ։ Ֆարադեյ, դու հիմա կանգնած ես ընտրության առջև։ Կամ պետք է փոխես ճանապարհդ, կամ էլ պետք է առանց նկատելու անցնես վհուկի մոտով։ Հասկացա։ Դու ընտրում ես վհուկի մոտով աննկատ անցնելու տարբերակը։ Պարզ է, գնացինք։ Չնկատես, Ֆարադեյ։ Չնկատես։ Ինչ է պատահել։ Ինչ ա եղել, Ֆարադեյ։ Գիտես ինչ, ճիշտ ասած ես որոշել էի առանց քեզ նկատելու մտնեի դպրոց, բայց հետո տեսա ինչ որ խնդիր կա, սիրտս ցավեց, ասեցի մոտիկանամ տեսնեմ ինչ է պատահել։ Ֆարադեյ, եթե ուզում ես օգնես, մի հատ այդ գժականդ անջատի ու օգնի, լա։ Պարզ է։ Հիմա դու իմ օգնության կարիք ունես ու իմ հետ շատ նուրբ ես խոսում։ Հասկացա։ Բայց հերու գնա ինձնից, ես մոռացել էի, որ մենք պետք է մոտիկ չկանգնենք։ Հերու։ Էլի։ Ոչ, ավելի հերու։ Ինչքան, Ֆարադեյ, միջև Մուսալեր գնամ լավ, ա։ Ոչ, այդքան կարիք չկա։ Մի երկու քայլ, բավական է։ Ահա։ Հիմա լսում եմ, ինչ է պատահել։ Անվադողն ա իջել, պետք է փչել։ Կներեք, ես չեմ կարող փչել, կոկորդս ցավում է։ Չէ, Ֆարադեյ, դու իսկապես ես աշխարհից չես։ Բայց ինչ կար ծիծաղելու։ Դու ինձ հարց ես տվել, ես պատասխանել եմ։ Ֆարադեյ, որովհետև անվադողը բերանով չեն փչում, հատուկ գործիք կա դրա համար։ Հասկացա, ես չգիտեի։ Իրոք ծիծաղելու էր, կարող ես մի քիչ էլ ծիծաղել։ Շնորհակալ եմ, դուք շատ բարի եք։ Հիմա ինչ պետք է արվի։ Դե պետք է պահեստային անվադողը բերել, փոխել, իսկ սա կտանեմ կվերանորոգեն։ Հասկացա, իսկ դա որտեղ է։ Բեռնախցիկում, հիմա կբերեմ։ Մի րոպե։ Ինչ ես անում։ Ինչն եմ ինչ անում, անվադողն եմ բերում, որ փոխենք։ Նման բան չանես։ Դու վիրավորում ես իմ տղամարդկային արժանապատվություն, հերու գնա։ Հերու, շուտ։ Հերու անցիր։ Կնոջը ծանր բան վերցնել չի կարելի, պարզ է։ Հերու։ Այսպես լավ է։ Մի քիչ էլ։ Լավ է։
Սա է։ Շուշի, հա, անգլերեն ինձ տետրը ոնց որ թողեցի տանը։ Թողել էր սեղանի վրա, վերցրել եմ։ Ապրես շատ։ Հա։ Էրիկ։ Ոյ Տիկին Լիդիա ջան, դուք եք գնեք չէի նկատել ձեզ։ Ես եմ, բայց իմ փոխարեն կարող էր հաճախորդ լինել ու իրեն շատ անտեսված զգար, չէ՞։ Դե ժամին համարյա հաճախորդներ չենք ունենում։ Համարյա, չէ՞։ Ունենում եք, բայց։ Դե հազվադեպ, հա։ Դե սա կարող էր այդ հազվադեպ դեպքերից մեկը լինել։ Չնայած ես արդեն հասկանում եմ, թե դուք հաճախորդների հանդեպ ինչ վերաբերմունք եք ցույց տալիս։ Չէ, ինչ եք այդպես ասում, Տիկին Լիդիա, բոլոր հաճախորդները մեր վերաբերմունքից ու սպասարկումից միշտ գոհ են մնում։ Իսկ ինձ հակառակն են ասել։ Օրինակ, երեկվա դեպքը։ Հա, ինչի՞ չես խոսում։ Բան չունես ասելու։ Դե երեկվա դեպքը թյուրիմացություն էր։ Չնայած չէ, թյուրիմացություն չէր։ Ուղղակի Էդոն իրան շատ վատ պահեց։ Էդոյին ես էի ուղարկել այստեղ։ Ու այն ամեն ինչը ինչ տեղի է ունեցել Էդոյի հետ, համարի, որ իմ հետ է տեղի ունեցել։ Չէ, Տիկին Լիդիա, Էդոն իրան շատ ստոր ձևով պահեց Մարի հանդեպ։ Այդ աղջկա անունը չտաս։ Այս ամեն ինչի միակ մեղավորը դու ես։ Եթե դու քո տեղում լինեիր, այստեղ ոչ մի ծեծ կրտուկ էլ չէր լինի։ Ախր Տիկին Լիդիա, չեք թողնում, որ բացատրեմ ողջ եղելությունը։ Չեմ թողնում, որովհետև ինձ ոչ մի բան հետաքրքիր չի։ Չփորձես արդարանալ, առավել եւս արդարացնել որևէ անարժան մեկին։ Միակ անարժան այս պատմության մեջ դա Էդոնն է։ Լավ Արմեն, ես քեզ արդեն ասացի, որ ես ոչինչ չեմ ուզում լսել ու ինձ բացատրել ոչ մի բան պետք չի։ Ես որոշում եմ կայացրել։ Մինչև ամուսինս հիվանդանոցից դուրս չգա, ես եմ զբաղվելու փաբի հարցերով, ամեն օր չեմ գա, բայց հաճախ կլինեմ այստեղ։ Ու ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս, որ բոլորդ զբաղվեք միմիայն աշխատանքով։ Հակառակ դեպքում փաբում կլինեն նոր աշխատողներ։ Հուսամ հասկացանք իրար։ Շատ բարի Տիկին Լիդիա, իհարկե հասկացա։ Երբ կցանկանաք, եկեք, կտեսնեք, որ բոլոր աշխատանքային ժամին գործով են զբաղվում։ Համ էլ կտեսնեք, որ հաճախորդները միշտ գոհ են հեռանում։ Անգամ այնքան գոհ են հեռանում, որ գնալուց ասում են մի 1000 անգամ մերսի, նոր հեռանում են։ Ինձ հետաքրքիր չի, թե հաճախորդները քանի անգամ են քեզ մերսի ասում։ Երեք այստեղ իմ հյուրն է եղել ու շատ վատ վերաբերմունքի է արժանացել։ Այդ ամեն ինչը հերիք է, որ ես հասկանամ, որ դու, այսինքն դուք բոլորը ձեր տեղում չեք։ Բայց Արմեն ջան, ես քեզ վերջին շանսը կտամ, վերջին հնարավորությունը ու խորհուրդ եմ տալիս, որ հանկարծ չվրիպես։ Եղավ Տիկին Լիդիա ջան, կներեք։ Ասում եմ կցանկանաք համով սուրճ խմեք։ Շեֆիս իրա սուրճն է այնքան համով է, որ ինձ էլ է սկսել դուր գալ համը։ Հա, պատրաստի ու համել թղթաբանությունը բեր, ուզում եմ աչքի անցկացնեմ։ Հա, ճիշտ ասած ուզում էի թղթաբանությունը բերեի հաշվարկով, ուղղակի որ չէիք ասել հաշվարկի համար չբերեցի։ Հիմա բեր։ Լավ։ Լավ բրծակ։
եկեք, Տիկին Լանջուն։ Էս ինչ գործի ես։ Մարզվում եմ։ Որոշել եմ մարզվել։ Դու։ Հա, որոշել եմ այսօրվանից կայտառ ու առույգ մնալու համար ամեն օր մարզվեմ։ Չհասկացա։ Հասկանալու բան չկա։ Պիտի ապացուցեմ, որ Թորոսին օգնական պետք չի։ Հերիքա, այսպես որ շարունակես դու կտապալվես։ Թորոսը 5 հոգու կա, հիմիկվա պլաստմասի ջահելների չի։ Բան չեմ հասկանում։ Հասկանալու բան չկա։ Պարզապես ասա, որ Թորոսին օգնական չես բերելու։ Այսպես որ շարունակես օգնականը որն է, քեզ փոխարինող է պետք։ Դե ուրեմն փոխարինողի փոխարեն ինձ պրեմիա պիտի տաս։ Կտամ, միայն մի շարունակի։ Հաստատ։ Այո։ Վերջ։ Թորոս, դու չես նվաղում։ Չէ, ես լավ եմ, դու հանգիստ նվաղի։ Ես արդեն նվաղում եմ։ Հա։ Այ մի հաստատ կնվաղեմ։ Այ։ Մենք պիտի նենց անենք, որ ինքը իր հերթական տականքություն անի, մենք էլ գնենք գլխին կանգնենք։ Չգիտեմ, մեր արա։ Մտածում եմ կարող ենք սխալանքի ենթադրում դրա բաղով։ Ու ճիշտ է, կհասկացում ենք, հիմքեր ունենք հասկացելու համար, բայց ախպեր ոչ մի բան չի ապացուցվում։ Հիմա կտեսնեք, թե բակում ինչ է կատարվում։ Էլենը ու Ֆարադեյը։ Շատ լավ, սիրելի հետևորդներ, ես կիմանամ, թե ինչ է եղել և ձեզ անպայման կզեկուցեմ։ Կներես, բայց երեկվա քո պահվածքը ես չեմ կարող հասկանալ։ Որ քեզ դնես իմ տեղը շատ լավ էլ կհասկանաս։ Հա, հասկանում եմ, ես մի քիչ չափն անցա, բայց ով էլ լիներ իմ տեղը հաստատ հունից դուրս կգար։ Ես քեզ սիրում եմ։ Օ, ինչ ռոմանտիկ է։ Հոգիս փշակալվեց։